Ֆոնդային շուկան 20 րոպեում $2 տրիլիոն է կորցրել գրեթե ամբողջ աշխարհի երկրների վրա ԱՄՆ-ի նախագահի նոր մաքսատուրքերի պատճառով։ Հայաստանի համար կգործի 10% մաքսատուրք, ուրիշ շատ երկրների դեպքում շատ ավելի բարձր։ Հրամանագիրը ստորագրելուց հետո ապրիլի 2-ը Թրամփը հռչակել է վերածննդի օր։ Ֆրանսիայի այժմ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո Հայաստանին ուղղված Ադրբեջանի նոր պահանջներն անընդունելի են։ Ադրբեջանի ԱԳ-ն հատուկ հայտարարությամբ վրդովմունք է հայտնել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին հայ-իրանական հարաբերությունները բնութագրել է որպես աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աշխարհամշակութային։ Նրա խոսքով Հայաստանի ու Իրանի անվտանգությունը փոխկապակցված է։ ՀՀ-ի հսահմանը, չնայած իր կարճությանը, ամենաանվտանգն ու կարևորը։ Իրանի դեմ հնարավոր հարվածների մասին հաղորդումների ֆոնին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության CENTCOM ղեկավարը հանդիպել է Իսրայելի ռազմական իշխանությունների հետ։ Օրակարգում տարածաշրջանում անվտանգության ռազմավարական հարցերն են։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսի հերթական նիստի մասին ադրբեջանական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ այսօր դատարանը ցուցումք է կորզել Արցախի այժնախագահ Դավիթ Իշխանյանից։ Նա հայտարարել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է գումարտակի հրամանատար Մոնթե Մելքոնյանի գլխավորած ստորաբաժանման կազմում և կռվել է մի շարք ճակատներում։ Կառավարությունը խստացրել է զինվորական ու այլընտրանքային ծառայությունից վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատիժները։ Առաջարկում է քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիայում ազատազրկման ժամկետը նախկին 2-ից 5-ի փոխարեն հասցնել 3-ից 6 տարվա, մեծացնել տուգանքը։ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը ուղերձներ են փոխանակել։ Միրզոյանը նշել է, որ կարևոր է շարունակել գործընկերային փոխգործակցությունը հիմնվելով պետությունների շահերի վրա։ Լավրովը նշել է, որ չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու արտաքին փորձերին, կողմերին հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակը։ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կուպիրկինը լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր է համարում Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ աշխատանքում Հայաստանին ներգրավելը։ Ըստ նրա, ՇՀԿ-ն շատ կարևոր դեր ունի անվտանգության ոլորտում։ Դրա շրջանակում գործում է հակաահաբեկչական կառույց։